Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները, հատկապես կենտրոնանալով տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման վրա։ Սակայն նրա խոսքով հիմնական խոչընդոտը Վաշինգտոնի մոտեցումն է։ ԱՄՆ-ն ներկայացնում է խիստ պահանջներ, բայց չի ձեռնարկում համարժեք քայլեր, հատկապես պատժամիջոցների վերացման հարցում։ Վաշինգտոնը ըստ Թեհրանի շարունակում է անտեսել միջուկային գործարքի վերականգնման օրակարգը, որի արդյունքում էլ հարաբերությունները հասել են այսպես ասած կասկածի ծայրահեղ աստիճանի։ Թեհրանը միևնույն ժամանակ ակտիվացնում է դիվանագիտական շփումները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկել են ստեղծված վիճակը և հնարավոր լուծման ուղիները։ Իրանը ակտիվ շփումներ է պահպանում նաև տարածաշրջանի երկրների հետ։ Արաղչին հեռախոսով խոսել է նաև Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի գործընկերների հետ, ներկայացնելով Թեհրանի առաջարկները ուղղված ԱՄՆ-Իսրայել հակամարտության լարվածության նվազեցմանը։